Հետաքրքիր է, որ Շուշին այստեղ աչքի ընկել այս տարածքը, Շուշիի տարածքը որպես կարևորագույն ամրություն եւ մշտապես աչքի է ընկել իր բերդով։ Այստեղ եղել է հինավուրց հայկական բերդ, որի մասին սկզբնաղբյուրները հիշատակում են օրինակ 9-րդ դարում տեղի ունեցած ազատագրական պայքարի շրջանակներում, հակաարաբական գործողությունների ժամանակ արաբական տիրապետությունից ազատվելու ժամանակաշրջանում այստեղ Խաչենի իշխանի գործողություններն են հիշատակվում, որ նա կարողացել է իր վճռական գործողություններով ազատել այստեղ պահվող հայ գերիներին։ Այնուհետև դարերի ընթացքում այստեղ բերդի վերակառուցման աշխատանքներ են եղել, օրինակ հայտնի է, որ այստեղ 1720-ական թվականների սկզբին, այն բանից հետո երբ Արցախում ընթանում էր սղնաղների ամբողջ ենթակառուցվածքի շինարարություն, այսինքն սկզբից Դաղստանի տարածքից ներխուժող լեզգիական տարբեր ցեղախմբերից պաշտպանվելու համար Արցախում եւ Ուտիքում հայ տեղի իշխանները մելիքական, այսինքն վերնախավը կոնսոլիդացիա էր գնում համախմբման եւ կառուցում էր պաշտպանական ամրություններ, բնականաբար օգտագործելու էին նաեւ եղած ենթակառուցվածքները վերակառուցելու էին տարբեր բերդեր եւ օրինակ Ավան Հարուրապետի կողմից վերակառուցված այդ բերդերի շարքում մենք տեսնում ենք Շուշին։ Հետագայում թուրքական արդեն Օսմանյան բանակի ներխուժման ժամանակ 1720-ական թվականների երկրորդ կեսին հենց Շուշիի բերդը պետք է ետ մղեր 8 օր շարունակ հարձակում գործող մի քանի տասնյակ հազարի հասնող թուրքական բանակին եւ 8-օրյա մարտերում նրանք կորցրել են 800-ից ավելի զինվոր եւ ստիպված եղել դրանց հետո նահանջել։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։